զարգացնում։ Եկեք մի բան ընդունենք, որ Տիգրան Ավինյանը ճիշտ է եւ աղբավայրը դիտավորությամբ է այրվել, որի հետևանքը եղել է էկոլոգիական լրջագույն խնդիրը մայրաքաղաքի համար, 100,000-ավոր մարդկանց պատճառվել է առողջության վնաս, համայնքին պատճառվել է վնաս աղբավայրի այրման տեսքով եւ ընդունենք, որ Ավինյանը ճիշտ է եւ ինչ որ դիտավորության որևէ մեկը արել է։ Ինչու իրավապահները սա չեն բացահայտում, որովհետեւ իրավապահները զբաղված են հանրային ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող անձանց հետապնդելով, իրավապահները զբաղված են եկեղեցական գործիչներին հետապնդելով։ Դուք ոնց եք մտածում, համ նա անեն, չի լինում, կամ պետք է հետապնդեն եկեղեցական գործիչներին, որոնք քիչ չեն, այդքանին ոնց մեր ԱԱԾ-ն իր սակավ հնարավորություններով հետապնդի։ Համ էլ հետապնդեն այն մարդուն կամ մարդկանց, ովքեր այրել են աղբավայրը։ Ռեսուրս այդ մարդկանց չի հերիքում։ Թող ռեսուրս ավելացնեն, ԱԱԾ-ում նոր քննիչներ ավելացնեն, նոր դատավորներ ավելացնեն, ի վերջո այդքան կալանքի գործեր էլ պետքա քննվեն, որ ի վերջո մեր խեղճ իրավապահները հասցնեն նաև դատել քաղաքը էկոլոգիական ճգնաժամի առաջ կանգնացնող մարդկանց։ Ցավոք դե չի հերիքում ռեսուրսները, իսկ առաջնային խնդիրը սա է, եւ ոչ թե քաղաքի ճգնաժամը։ Շնորհակալ եմ, պարոն